Արմեդիա YouTube-յան ալիքում ԱՄՆ գլխավոր լուրերն են, ես Արություն Մինասյանն եմ, բարև ձեզ, բոլորին շնորհակալություն եմ հայտնում նախորդ անգամ խնդրանքս չմերժելու համար, բավականաչափ մենք լայքեր ենք ստացել, բաժանորդագրվել են ալիքին, ինչը կխնդրեի շարունակեիք ևս մեկ անգամ կամ ընդհանրապես առանց դադարի։ Կրոնական աշխարհը ներողություն է պահանջում։ Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ չի համակրում Հռոմի Պապին։ Նա ասել է, որ Պապը չափազանց լիբերալ անձնավորություն է եւ չի հավատում հանցավորության դեմ պայքարի անհրաժեշտությանը։ Հռոմի Պապը ավելի հաճախ է սկսել քննադատել Միացյալ Նահանգներ-Իսրայել կոալիցիոն պատերազմը Իրանի դեմ, ինչպես նաեւ դժգոհություն է հայտնել Թրամփի ներգաղթային քաղաքականության վերաբերյալ։ True Social հարթակում Թրամփը գրել է, որ առաջին ամերիկացի Պապի ընտրությունը պայմանավորված է եղել իր անձով, գրելով. Եթե ես Սպիտակ տանը չլինեի, Լեոն Վատիկանում չէր լինի։ Թրամփը նաև մեղադրել է Պապին միջուկային հարցերում թույլ դիրքորոշում ունենալու մեջ։ Ծագումով Չիկագոյից Հռոմի Պապ Լեո 14-րդը, որը հայտնի է իր չափավոր եւ զգուշավոր արտահայտություններով, վերջին շրջանում ավելի բաց է դարձել իր դիրքորոշումներում։ Ալժիր ուղևորության ժամանակ նա ասել է, որ չի ցանկանում մտնել բանավեճի մեջ։ Ավետարանի ուղերձը չպետք է օգտագործվի այնպես, ինչպես դա անում են որոշ մարդիկ։ Ես շարունակելու եմ բարձրաձայն խոսել պատերազմի դեմ, խթանելով խաղաղությունը, երկխոսությունը եւ պետությունների միջև բազմակողմ հարաբերությունները արդար լուծումներ գտնելու համար։ Աշխարհում այսօր չափազանց շատ մարդիկ են տառապում, ասել է Հռոմի Պապը։ Թրամփը նաև լարված հարաբերություններ ուներ նախորդի Հռոմի Պապ Ֆրանցիսկոսի հետ, որը քննադատել էր նրա ներգաղթային քաղաքականությունը եւ անգամ հայտարարել, որ Թրամփը քրիստոնյա չէ։ Դրանի պատասխան Դոնալդ Թրամփը 2016 թվականին Ֆրանցիսկոսին անվանել էր ամոթալի։ Առավոտյան Դոնալդ Թրամփը Սպիտակ տանը դորդաշարակում է ստացել, սակայն այս պարզ պահը արագ վերածվել է քաղաքական ուղերձի։ Թրամփը հենց այդ օրինակով փորձել է ցույց տալ իր տնտեսական քաղաքականության ազդեցությունը, նշելով, որ նոր հարկային փոփոխությունների արդյունքում ամերիկացիների զգալի մասը մեծ գումարներ են խնայել։ Այս կենցաղային դրվագից հետո նախագահը արագ անցել է արտաքին քաղաքականության ամենաթեժ թեմաներից մեկին՝ Իրանի շուրջ զարգացումներին։ Թրամփը վերահաստատել է, որ Միացյալ Նահանգների դիրքորոշումը չի փոխվել, Իրանը երբեք չի կարող ունենալ միջուկային զենք։ Նրա խոսքով բանակցությունները շարունակվում են եւ Վաշինգտոնը նույնիսկ որոշ հարցերում պատրաստ է զիջումների, սակայն հենց միջուկային ծրագրի հարցում որևէ փոխզիջում չի լինելու։ Նա նաեւ վստահություն է հայտնել, որ Իրանը վերջի վերջո կհամաձայնի այդ պայմանին, հակառակ դեպքում որևէ համաձայնագիր պարզապես չի կնքվի։ Միաժամանակ նախագահը խոսել է նաեւ ճնշման մեխանիզմների մասին, ընդգծելով, որ Միացյալ Նահանգները արդեն գործադրել է նավթային եւ տնտեսական շրջափակումը։ Նրա խոսքով Իրանը ներկայումս գործնականում որևէ բիզնես չի իրականացնում եւ այս քաղաքականությունը նպատակ ունի ստիպել Թեհրանին վերադառնալ բանակցությունների սեղան ավելի թույլ դիրքերից։ Հորմուզի նեղուցի հարցում Թրամփը ներկայացրել է ավելի լայն ռազմավարական պատկեր։ Նա նշել է, որ Միացյալ Նահանգները ինքնին կախված չէ այդ էներգետիկ ուղուց, քանի որ ունի բավարար նավթ եւ գազ։ Նույնիսկ ավելի շատ, քան մի շարք խոշոր արտադրողներ միասին վերցրած։ Սակայն աշխարհը կախված է այդ նեղուցից եւ հենց այդ պատճառով Վաշինգտոնը չի պատրաստվում թույլ տալ, որ որևէ երկիր վերահսկի կամ շանտաժի ենթարկի միջազգային շուկաները։ Այս հայտարարություններին զուգահեռ Թրամփը շարունակել է նաև իր կոշտ ռետորաբանությունը Վատիկանի նկատմամբ։ Նա մերժել է ներողություն խնդրելու պահանջը Պապ Լեոյից, պնդելով, որ վերջինս սխալ դիրքորոշում ունի թե Իրանի հարցում, թե հանցավորության դեմ պայքարում։ Վաշինգտոնը փաստացի անցել է ճնշման նոր փուլի, հայտարարելով շրջափակման մասին։ Նավթատար տանկերները սկսել են փոխել իրենց յարթուղիները, իսկ որոշները նույնիսկ հետ են շրջվել, խուսափելով վտանգավոր գոտուց։ Նախագահ Դոնալդ Թրամփը փորձում է ներկայացնել իրավիճակը որպես ռազմավարական առավելություն, սակայն այս քայլը նաև լուրջ իրավական հարցեր է առաջացնում միջազգային մակարդակում։ Մասնագետների գնահատմամբ նման շրջափակումը պետք է լինի պաշտոնապես հայտարարված, հավասարապես կիրառվի բոլոր նավերի նկատմամբ եւ չխոչընդոտի մարդասիրական բեռների, սննդի եւ դեղորայքի մատակարարումը, հակառակ դեպքում այն կարող է դիտարկվել որպես միջազգային իրավունքի խախտում։ Միջազգային արձագանքը չի ուշացել։ Միավորված ազգերի կազմակերպության գլխավոր քարտուղարը ընդգծել է, որ Հորմուզի նեղուցում նավարկության ազատությունը պետք է պահպանվի եւ որևէ քայլ, որը խաթարում է այդ սկզբունքը, կարող է խորացնել ճգնաժամը։ Չինաստանը եւ Պակիստանը հանդես են եկել ավելի զուսպ, բայց հստակ դիրքորոշմամբ, կոչ անելով պահպանել հրադադարը եւ շարունակել բանակցությունները։ Հատկապես Պակիստանը, որը միջնորդում է ԱՄՆ-Իրան բանակցություններում, փորձում է պահել դիվանագիտական գործընթացը կենթանի, չնայած այն հանգամանքին, որ բանակցությունները դեռևս չեն հանգեցրել որևէ համաձայնության։
Իսրայելի վարչապետի գրասենյակի խոսնակ Շոշ Պետրոսյանը Երուսաղեմում կայացած ճեպազրույցի ընթացքում ներկայացրել է տարածաշրջանում ձևավորված նոր ռազմաքաղաքական իրավիճակը եւ Իսրայելի գործողությունների տրամաբանությունը։ Պետրոսյանը նախ ընդգծել է, որ Իսրայելը լիովին աջակցում է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի որոշմանը Իրանի նկատմամբ ծովային շրջափակում սահմանելու վերաբերյալ։ Նրա խոսքով այս քայլը հետևանք է այն բանի, որ Իրանը խախտել է հրադադարի պայմանները եւ չի բացել Հորմուզի նեղուցը դրանով խախտելով միջազգային ծովային իրավունքը։ Նա նշել է, որ Իսրայելի եւ Միացյալ Նահանգների միջև համագործակցությունն այսօր հասել է պատմական մակարդակի, ընդգծելով, որ վարչապետ Բենյամին Նեթանյահուն եւ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը գրեթե ամեն օր շփման մեջ են, իսկ երկու երկրների միջև ռազմաքաղաքական համակարգումը երբեք այսքան սերտ չի եղել։ Ըստ նրա, Վաշինգտոնի գլխավոր պահանջը մնում է նույնը՝ Իրանը պետք է ամբողջությամբ հրաժարվի ուրանի հարստացումից եւ ոչ միայն ներկայում, այլև երկարաժամկետ հեռանկարում ու Իսրայելը անվերապահ աջակցում է այս պահանջին։ Պետրոսյանը միաժամանակ ներկայացրել է նաև Լիբանանի ուղղությամբ ռազմական գործողությունների ընթացքը։ Նրա խոսքով Իսրայելի պաշտպանության բանակը շարունակում է ակտիվ գործողությունները Հեզբոլայի դեմ, բացահայտելով եւ ոչնչացնելով խմբավորման ենթակառուցվածքները, որոնք հաճախ տեղակայված են քաղաքացիական բնակավայրերում։ Ըստ խոսնակի ստեղծվել է նաև դիվանագիտական պատուհան։ Լիբանանի կառավարությունը դիմել է բանակցությունների, որոնք միջնորդում է Միացյալ Նահանգները, սակայն Պետրոսյանը հստակ նշել է, որ Իսրայելի պայմանները չեն փոխվել։ Հեզբոլայի լիակատար զինաթափում, հարավային Լիբանանի ապառազմականացում եւ երկու երկրների միջև խաղաղ հարաբերությունների հաստատում։ Նա նաև ընդգծել է, որ Իսրայելը չի քննարկելու որևէ հրադադար Հեզբոլայի հետ, քանի դեռ շարունակվում են հարձակումները Իսրայելի քաղաքացիական բնակչության վրա։ Բենյամին Նեթանյահուն Իսրայելի ռազմաքաղաքական ղեկավարության հետ հայտարարություն է արել, որ Իսրայելի բանակը շարունակում է ակտիվ գործողությունները, այդ թվում նաև Լիբանանի սահմանային անվտանգության գոտում։ Ըստ ներկայացված գնահատականի, Իսրայելին հաջողվել է կանխել հնարավոր լայնածավալ ներխուժման սպառնալիքը, միաժամանակ նվազեցնելով հակատանկային հարվածների վտանգը։ Չնայած այդ ձեռքբերումներին, պաշտոնյաները շեշտում են, որ իրավիճակը դեռևս լիովին վերահսկելի չէ եւ առջևում դեռ լուրջ աշխատանք կա անելու։ Նշվել է, որ իրականացված գործողությունները եղել են հսկայական, սակայն ռազմական փուլը շարունակվում է եւ պահանջում է շարունակական ներգրավվածություն։ Երկուշաբթի իսրայելական ռազմական ինքնաթիռները ինտենսիվ հարվածներ են հասցրել հարավային Լիբանանին, մինչդեռ ցամաքային զորքերը փորձում են վերահսկողություն հաստատել սահմանամերձ կարևոր քաղաքներից մեկի Պինչ Բեյլի նկատմամբ։ Իսրայելի բանակի պաշտոնական ներկայացուցիչը հայտարարել է, որ քաղաքը շրջափակված է եւ արդեն սկսվել է ցամաքային հարձակումը։ Լիբանանյան աղբյուրների համաձայն Հեզբոլայի զինյալները, որոնք ամրապնդվել են քաղաքի ներսում, պատրաստ են դիմադրել մինչև վերջ, ինչը վկայում է հնարավոր ծանր եւ երկարատև մարտերի մասին։ Չնայած Միացյալ Նահանգների միջնորդությամբ Իրանի հետ ձեռք բերված երկշաբաթյա հրադադարին Իսրայելը հստակ հայտարարել է, որ Լիբանանը հրադադարի պայմանավորվածության մաս չէ եւ ինքը շարունակելու է գործողությունները այդ ուղղությամբ։ Այլ թեմաներով։ Դաշնային դատավորն այսօր մերժել է Դոնալդ Թրամփի զրպարտության հայցը ընդդեմ The Wall Street Journal-ի պահանջը $10 միլիարդ էր։ Այս որոշումը հարված է Միացյալ Նահանգների նախագահի եւ նրա իրավական արշավի համար այն մեդիա ընկերությունների դեմ, որոնց նա մեղադրում է իր նկատմամբ անարդար վերաբերմունքի մեջ։ Թրամփը տարբեր ժամանակահատվածներում դատի է տվել նաեւ The New York Times-ին, BBC-ին, ABC-ին, CBS-ին։ Թրամփի հայցում ասվում էր, որ Ռուպերտ Մերդոքի պատկանող թերթը վնասել է նրա հեղինակությունը մի հոդվածով, որտեղ նկարագրվում էր սեռական հանցագործ Ջեֆրի Էփստեյնին ուղղված ծննդյան բացիկը, որը կրում էր Թրամփի ստորագրությունը։ Թրամփը եւ նրա փաստաբանները պնդում էին, որ այդ բացիկը կեղծ է, նույնիսկ այն բանից հետո, երբ այն հրապարակվեց Էփստեյնի գործը քննող օրենսդիրների կողմից։ Դատավորը գործը մերժելով նշել է, որ Թրամփը մոտ էլ չի եկել բավարարելու այն չափանիշները, որը հանրային դեմքը պետք է հաղթահարի զրպարտության գործում։ Դա նշանակում է, որ նրանք պետք է ապացուցեն ոչ միայն, որ իրենց մասին հրապարակված տեղեկությունը կեղծ է, այլ նաև, որ այն հրապարակած մեդիա կազմակերպությունը կամ անձը գիտեր կամ պետք է իմանար, որ այն կեղծ է։ Դատավորը ուսումնասիրել է The Wall Street Journal-ի հոդվածը ու ասել. նրանք դիմել են Թրամփի մեկնաբանության համար, նա հերքել է եւ նրանք հրապարակել են այդ հերքումը։ Նա նաև նշել է, որ նրանք դիմել են արդարադատության նախարարությանը մեկնաբանության համար, սակայն պատասխան չեն ստացել։ Դատավորը եզրակացրել է, որ սա ցույց է տալիս լրագրողական աշխատանքի իրականացում եւ այն փաստը, որ նրանք հրապարակել են Թրամփի երկումը, նշանակում է, որ ընթերցողին հնարավորություն է տրվել ինքնուրույն եզրակացություններ անել։ Եվ դատավորը նշել է, որ դա չի համապատասխանում չարամտության չափանիշին։ Դատավորը նաև նշել է, որ Թրամփը կարող է մինչև ապրիլի 27-ը ներկայացնել հայցի փոփոխված տարբերակ։ Թրամփը True Social հարթակում գրել է, որ պատրաստվում է այդպես էլ անել եւ կներկայացնի նոր հայց։ Կալիֆորնիայի նահանգապետի ընտրապայքարը կտրուկ շրջադարձ է ստացել այն բանից հետո, երբ կոնգրեսական Էրիկ Սվալվելը դուրս է եկել մրցապայքարից սեռական բռնության մեղադրանքների ֆոնին։ Մեկին նրա մեղադրում է 2 անգամ սեռական բռնության մեջ, այդ թվում այն ժամանակ, երբ նա աշխատել է նրա համար։ Չնայած այդ մեղադրանքներին,
Սվալվելը հայտարարել է, որ կեղծ են ու պատրաստվում է պայքարել դրանց դեմ, սակայն նաև նշել է, որ դա այլևս չի կարող շարունակվել ընտրարշավի շրջանակում։ Այս զարգացումը լուրջ անորոշություն է ստեղծել արդեն իսկ խիտ եւ մրցակցային ընտրապայքարում։ Կալիֆոռնիայի նահանգապետի ընտրություններում մասնակցում են 50-ից ավելի թեկնածուներ առանց հստակ առաջատարի, եւ այժմ հիմնական հարցն այն է, թե ուր կգնան Սվալվելի աջակիցների ձայները։ Սվալվելի հեռանալը նաև քաղաքական ճնշում է ստեղծել նրա վրա Վաշինգտոնում։ Մի շարք կոնգրեսականներ արդեն կոչ են արել նրան հրաժարական տալ կոնգրեսից, իսկ որոշները նույնիսկ պատրաստ են աջակցել նրան պաշտոնանկ անելու գործընթացի։ Մեղադրանքները դեռ ամբողջությամբ հաստատված չեն, սակայն հետաքննությունը շարունակվում է ու Մանհենթոնի դատախազությունը արդեն հայտարարել է, որ ուսումնասիրում է գործը։ Ներկայացուցիչների պալատի երկուսակցական էթիկայի հանձնաժողովը այսօր հայտարարեց, որ սկսում է հետաքննություն Կալիֆոռնիայից դեմոկրատ կոնգրեսական Էրիկ Սվալվելի նկատմամբ։ Հանձնաժողովը նշել է, որ ուսումնասիրում է, թե արդյոք Սվալվելը խախտել է պաշտոնական վարքագծի կանոնները կամ որևէ օրենք, կանոնակարգ կամ այլ կիրառելի չափանիշ կապված այդ մեղադրանքների հետ։ Էթիկայի հանձնաժողովը, որը սովորաբար հետաքննություններն իրականացնում է գաղտնի, հայտնի չէ արագ որոշումներ կայացնելու պրակտիկայով, եւ օրենսդիրները կարող են օգտագործել այդ գործընթացը որպես պատճառ հետաձգելու Սվալվելի հնարավոր անմիջական հեռացումը։ Միաժամանակ ավելի քան 1 տասնյակ դեմոկրատ կոնգրեսականներ, որոնք ներկայացնում են մրցակցային ընտրատարածքներ, նամակ են հղել ներկայացուցիչների պալատի խոսնակ Մայք Ջոնսոնին եւ փոքրամասնության առաջնորդ Հաքիմ Ջեֆրիսին, կոչ անելով արագացնել հետաքննությունը։ Նրանք նշել են, որ անհրաժեշտ է անհապաղ քայլեր ձեռնարկել, ապահովելու հետաքննությունների արագ ընթացքը, հրապարակել արդյունքները եւ հարցը բերել քվեարկության։ Միացյալ Նահանգների ներքին անվտանգության նախարարությունը անսպասելի եւ նախադեպային որոշում է կայացրել, հետ կանչելով հազարավոր արձակուրդի ուղարկված աշխատակիցների։ Նույնիսկ այն պայմաններում, երբ գերատեսչությունը շարունակում է գործել ֆինանսավորման բացակայության պայմաններում։ Ներքին նամակների համաձայն նախարարությունը հայտարարել է, որ բոլոր աշխատակիցները վերադառնում են աշխատանքի եւ արծատրվող կարգավիճակի, ինչը կտրուկ փոփոխություն է դաշնային կառավարման ավանդական մեխանիզմների մեջ։ Սովորաբար նման իրավիճակներում միայն այն աշխատակիցներն են շարունակում աշխատել, որոնք համարվում են կենսական մարդկանց կյանքի եւ գույքի պաշտպանության համար, իսկ մյուսները ժամանակավորապես ազատվում են աշխատանքից։ Այս անգամ սակայն նախարարությունը փաստացի վերաիմաստավորել է այդ մոտեցումը, հայտարարելով, որ աշխատակիցների գործառույթները կարևոր են գործող ֆինանսավորման շրջանակներում եւ այդ հիմքով նրանք կարող են վերադառնալ իրենց պարտականություններին։ Նախարարությունը նաեւ խոստովանել է, որ աշխատավարձերը վճարվում են սահմանափակ ֆինանսական աղբյուրներից եւ եթե այդ միջոցները սպառվեն, կարող են կրկին փոփոխություններ տեղի ունենալ նրանց կարգավիճակում։ Քաղաքական մակարդակում իրավիճակը շարունակում է մնալ անորոշ։ Սենատում արդեն ձևավորվել է որոշակի համաձայնություն նախարարության ֆինանսավորման վերաբերյալ, սակայն ներկայացուցիչների պալատում դեռևս կան տարաձայնություններ եւ վերջնական լուծման ժամկետները առայժմ հստակ չեն։ Այսպիսին էր օրվա լրահոսը, ես Հարություն Մինասյանն եմ, շնորհակալ եմ ուշադրության համար։ Ամենակարևորը՝ առողջ եւ խաղաղ եղեք։ Ցտեսություն։